Ամեն ինչ հոգս է, ամեն ինչ բեռ, երանի նրան, ով մեծացել է ու երեխա է մնացել դեռ, Համո Սահյանի այս խորիմաստ տողերով էլ սկսում եմ իմ նոր տեսանյութը, ողջունում ձեզ, մաղթում առողջություն, հոգում մտքի խաղաղություն, թող ձեր օրը լինի օրհնված և խաղաղ, իմ թանկագին հետևորդներ ջան։ Իսկ հիմա սիրելիներս, բոլորիդ դեմքով բարևում եմ, բարև բոլորիդ իմ շատ սիրելի հետևորդներ ջան, աշխարհով մեկ սփռված հայեր ջան, որտեղ առավոտ, որտեղ կեսօր, որտեղ երեկո, բոլորիդ օրը թող խաղաղ լինի, ուրախ և օրհնված։ Այսօր մեր հողամասում արդեն կռահեցիք, բերքահավաք է, գնանք լոբու բերքահավաք անենք։ Սիրելիներս, հələ տեսեք ինչ ընտիր լոբի ենք հավաքում, բերքահավաք է, ընտիր, այս տարվան նման ոչ մի տարի այդքան լավ բերք չենք ունեցել, թե վարունգի, թե սմբուկների, թե լոբու, նայեք, այս մի փոքր տեղից եմ քաղել, մանիկն էլ այն կողմի վրա է քաղում։ Շատ ընտիր սորթ է, վայրոնկան միշտ էլ բերքատու է եղել, միշտ բերքատու լոբի է, անընդհատ քաղում ենք, անընդհատ, այս տարի առաջի բերքն ենք քաղում, սիրելի հետևորդներ ջան, որ առաջին անգամ բերք էինք քաղում, կիսուրս ասում էր նուբար է, սեղ քաղել եմ, նուբար ենք քաղում, հիմա ես էլ նուբար եմ քաղում, և բանջարի ժամանակ էին շատ ասում, որ գնում էր բանջար էր բերում, պետք է սաղ գումար տային, առաջի բանջարին, դա կոչվում էր նուբար, փող, քեզի ոչ չեմ տալու, սաղ փողը քոնն է, դու ես ինձ տալիս, ոչ չեմ տալու, հա ջան, հա, պապային էլ ասա, նորիկն էլ, փողերը պատրաստ եք, ահա, էլ ինչ ես ուզում ժողովուրդ ջան, ամուսնուս քարտը իրա մոտնա, էլ ինչ եք ուզում, փող չի, իրոք տենց էր մանիկ, հա լավ, էդ համ տուն պորտմանիցս հանեմ տամ, երեկ նորոն տվել է 5000, կտամ քեզ, բավական է, հա, ապրես որ, այ ճիշտ ասում, ճուտ կախվել է սիրելի հետևորդներ ջան, ճուտ, Մարինկան տանը չի, մի հատ մոտիկից շտատիվը բերեր նկարեի, ձեզ ցույց տայի, ախ մենակ լոբին չի է, եթե անձրև չգա, եղանակը մի քիչ լավ չի, հա, անձրև են աս տվել, ոնց որ կատկտած, երեկ էլ էր, ինքան զգույշ եմ քաղում, այնքան նուրբ են, սիրելի հետևորդներ ջան, որ հանգած չվնասեմ, ինչքան կկարողանամ այդ ոտով, քայլելով կքաղեմ, ավելի կառույգանամ, հələ տեսեք ինչ բերք է, ապրի, հալալը կերածդ կաթը, ապրես դու, սիրելիներս, որ եկավ հարցը այդքան բան չգիտեր, կամաց, տեսնելով, սովորավ, հիմա էլ արդեն գյուղատնտես, նաստայաշի գյուղատնտես, տեսնում եք ամեն օր իր արած գործերը, սիրելիներս,
Ովքեր են սիրում կանանչ լոբի, համեցեք, միասին կանանչ լոբի տապակենք, վայելենք։ Քո մոտ վեդրո կա, բա ինչի մեջ ես լցնել։ Գետինը լավ, հետո կլցնենք վեդրոն։ Նորո ջան, էդից ձև եք մշակե, լիքը, սիրելի հետևորդներ ջան։ Առաջի անգամ ենք խաղում, բայց ամբողջը լոբի է։ Ամեն ինչը, այո, ճիշտ է։ Պետք է ճիշտ հասկանալ բուսի լեզուն։ Տարի ավելի հմտանում ենք, ավելի, հա։ Հուշոկին ես կանչում։ Ինքը երևի անուն է ունեցել, հուշոկ անունը չի վերցնում։ Հա, լավ չեմ խաղում, դե հազիվ եմ, ոտս ցավում է։ Հա, խաղի լավ։ Լավ, մի քիչ է խաղեմ, էլ չեմ խաղի ես։ Դուք խաղեք։ Ահա։ Որտեղ անստե։ Հետևորդներ ջան, ուզում եմ եղանակը ցույց տամ։ Սև ամպերը հավաքվան։ Հեսա անձրևն է կկատկթա։ Մեր բերքահավաքին երևի խանգարի։ Հələ վարունգ պի հավաքենք։ Ոչինչ, այսօր լոբին թո վերջացնի, վաղն էլ վարունգը։ Այն վերջինը կարմիր լոբի է, վրան կա մանիկ։ Հələ որ ծաղկել է լավ։ Սիրուն գեղեցիկ ծաղիկներ ունի, բայց լոբին չգիտեմ ինչ լոբի է, ուտելու եթե հատիկ լոբի պետք է մնա, այդա չգիտեմ։ Սոխերն է, հələ գլուխները այս տարի շատ լավ եղավ է, շատ։ Միջին չափսի, խոշոր սոխ չեմ սիրում, որ շատ խոշոր է։ Չափսերով էլի գլուխը սոխի, սա էլ կարմիր ուտելու սալաթի սոխ է։ Արդեն հանում ենք, սալաթի մեջ օգտագործում ենք կարմիր սոխը։ Հետևորդներ ջան, այս սիրուն տանձը չհասկացանք ինչից է չորացել։ Միայն մեզ մոտ չի համատարած, բոլորի մոտ չորանում է։ Մեխակներս էլ արդեն չորացել են, անձրևները տեսնում եք, երեկ էլ էր անձրև, այսօր էլ խոնավ է, գետինը թաց, չի թողնում, որ սերմերը հավաքենք։ Արդեն ռեհանները 2 անգամ չորացրել եմ, մի 2-3 հորից էլ սրանք էլ կքաղեմ չորացնելու համար, քանի ունենք կչորացնեմ։ Ինչ է, վարունգը, հիմա լոբին վերջացրեց, վարունգ են խաղում, սիրելի հետևորդներ ջան։ Ինչ է։
Մանիկ շատ բերք տվեց, այդքան փակել ենք, բաժանել ենք, հլա հավաքում ես, կհավաքես, էլ ինչ ելնի այդ վարունգը։ Լոբին հավաքեց, վերջացրեց, լրիվ։ Վերջում ցույց կտամ ձեզ, կանանչի քաղեցինք, ամեն ինչ, բադրջան, բիբար, մի խոսքով ամեն ինչ կա հողամասում։ Հիմա մալինայի բերքահավաք է անում, երևի թե վերջին մալինաները կլինեն։ Ինձ թվում է արդեն, տեսնում եք, դեղնում է և վերջինն են։ Հələ մինչև վերջ խոշոր է, մինչև վերջ։ Շողիկ ջան, համեցի, գոնե վերջինը տամ քեզ։ Ինչ ասես հավաքել է, էլ կրուժովնիկ կանաչ, էլ կարմիրը, հաղարդները լրիվ հավաքել է, սիրելիներս։ Ինչ պետք է անի, գիտեք, որ մենք կոմպոտ պատրաստել ենք ամեն տեսակի հաղարջներից, բայց սպիտակից չենք պատրաստել։ Այսօր քաղում է, վաղն էլ սպիտակ հաղարջի կոմպոտ կանենք, մի քիչ կխառնենք կարմիր, հա, հաղարջ, մի քիչ էլ մալինա, թե կարիք չկա մալինան, վաղը լավ կորոշենք սիրելիներս, տեսնում եք, հավաքում է, սիրելի հետևորդներ ջան, աղջկաս էլ է բաժին հանում, անպայման բաժին է հանում, սա էլ է չէ պլյուս, ուրիշնլի չի կամենա, հաղարջները հավաքած բալկոնում ենք դրել, մենք ասինք անձրև կգա, դրա համար տարանք բալկոն, ցույց կտամ սիրով, բանջարեղեններն էլ ցույց կտամ, բանջարեղենների բերքահավաքը սիրելիներս տանում ենք աղջկաս, հիմա տեսեք, հավաքում է, մենք արել ենք, չէ, ինչքան հոգին բարի է, կամեցող է, որ աղջկաս համար է հավաքում, կարա չհավաքի, ասի թող գա, հավաքի տանի, ես ճիշտն եմ ասում, չէ, ճիշտ եմ խոսում, սիրելի հետևորդներ ջան, բայց հավաքում է, անգամ զանգել է, ասել է եկեք տարեք, պատրաստ է, հիմա վերջին մալինան է հավաքում, բա Աստծուց ոչ շնորհակալություն չհայտնեմ այսպիսի աղջկա համար, անող, դնող, էփող, թափող, մշակող, հա? Թափող ասում, ատենց խոսք կա, չէ սիրելիներս, հենա նորոն եկավ, ես խոսում եմ հետևորդներիս հետ, Կլուբնիկա, ինչի համար, հա, մի քիչ էլ տանում է Մոսկվա հետը, սիրելիներս տղաս վաղը, հյուրասիրություն է անում, այսքանը սիրելիներս, ձեզ հետ ուզում եմ կիսվեմ, ասեմ, ի սրտե ցանկանամ, որ ձեր օջախներում էլ այդպիսի հարս լինի, աղջիկ լինի, ես հարս չեմ ասում, մենք շատ մտերիմ հարաբերությունների մեջ ենք, որ հարս ենք ուզել 20-ամյակը մեր տանն է լռացել, պատկերացրեք, աղջիկ է, ինչ հարս է, 18 տարի արդեն մեր տանն է ապրում, 18 տարի, մի տա էլ ապրի, հավասարաչափ ապրել է, իրանց տանն էլ, մեր տանն էլ, հիմա հավաքում է, սիրելիներս, կտանենք աղջկաս, բանջարեղենները, այս հաղարջները, եթե ինքը չգա, մենք կտանենք, կհասցնենք, սիրելի հետևորդներ ջան, հիմա մի քիչ անձրևը դադարեց, մալինան էլ հավաքի և վերջ, այսքանով այսօրվա հոլովակը կավարտենք, իհարկե բերքահավաքի հոլովակը, հիմա այս հենց ման գալով կգնանք, մեր ջերմոցն էլ ցույց կտամ, պամիդորի ջերմոցը, հետևորդներ ջան, մալինան քաղեց, վերջացրեց,
կրուժովնիկը մի քյոլը մնացել էր, հիմա եկել է շարունակում է քաղել։ Հիմա քաղի վերջացնի, գնանք կոֆե խմենք, սիրելի հետևորդներ ջան։ Ինչքան բերք քաղեց, ինչքան, ամեն ինչ էլ քաղեցինք։ Փառք Աստծո, գոհանում ենք Աստծուց բերք ու բարիքի համար եւ իմ նորայրից, Մանիկից, Մարինկայիցս մշակելու, խնամելու բույսերին, ջրելու, քախանելու ամեն ինչի համար, որ այսենց առատ խաղում ենք, հյուրասիրում ենք, սիրելիներս, եւ մենք ենք օգտվում, համ ձմռան պաշար ենք հավաքում, համ էլ ուտում ենք, սիրելի հետևորդներ ջան, մյուս անգամ դեղին բիբարների հերթն է բերքահավաքը, մի 2 օրից չորանա, խոնավ է, պետք է արդեն դեղին բիբարները հավաքի, որ աղաջրով փակեմ ձմռան համար, ձեզ հետ միասին։ Սա էլ մեր պամիդորի ջերմոցը, որը առատ բերքի է նստել, տարբեր տեսակի պամիդորներ ունենք, որը թթվի համար է պետք է շուտով պատրաստեմ, մանր դեղին, մանուշակագույն հասել են, քաղցր համով պամիդորներ են, խոշորները դեռ նոր սկսել են արդեն կարմրել, ունենք, ուտում ենք հասած, իսկ այս սորտի խոշոր պամիդորները դեռ նոր են կարմրում, սրանք մանուշակագույն պամիդորներն են, սրանցից էլ պետք է թթու պատրաստեմ, դե արի մի հիացի, տիկին Մարինե այս գեղեցիկ պամիդորի գեղեցկությամբ, տեսնում եք ինչքան ճուտ կախված է, գոհանում եմ Աստծուց և մշակողներից, ուժ ու եռանդ մշակողներին, հələ տեսեք սա արդեն ուտում ենք, նոր է սկսել կարմրել, 2 հատ էլ վարունգ ունենք, ամենաառաջինը վարունգն է բերք տալիս, ջերմոցի միջինը նոր դրսինը սիրելիներս, սիրով ցույց տվեցի ձեզ, սիրով ցույց եմ տալի ամեն ինչ, կեշային էլ հանել ենք դուրս, տեսեք ոնց է կչկչում, դայլայլում, ձայներ է հանում, ուզում է թե վանդակից փախչի, ուրախությանը չափ ու սահման չկա, կեշային էլ հանել ենք դուրս, տեսեք ոնց է կչկչում, դայլայլում, ձայներ է հանում, ուզում է թե վանդակից փախչի, ուրախությանը չափ ու սահման չկա, սիրելիներս արդեն ավարտեցինք, հաղարների քաղեց, մալինան, բանջարեղեններն էլ է քաղել է աղջկաս համար բոլորը, մարինատի համար վարունգ, նեխուր, սամիտ, լոլիկներ, տեսեք մի կողմը դեղին է, մի կողմը կարմիր, լոբի, բանջարեղեններից, բիբար, բադրջան, ամեն ինչ, ծաղիկներ, որ անպակաս են սիրելիներս, առանց ծաղիկներ չի լինի, հիմա գնանք բալկոն, հաղարներն էլ ցույց տամ, քաղած հաղարները բաժանել ենք 2 մասի, մի մասը աղջկաս ենք տալու, մի մասն էլ վաղը կամպոտ ենք պատրաստելու, եթե այսօր չգան տանելու, մենք վաղը կտանենք, կհասցնենք, որ բերք ու բարիքը չփչանա, իսկ հիմա սիրով ցույց տալուց հետո գնանք մեր այգի, այսօր այգում ենք ընթրիք անելու, տեսնենք ինչ ենք պատրաստում և ոնց ենք պատրաստում, գնացինք սիրելի հետևորդներ ջան, դուք էլ մեզ հետ եկեք, սիրելի հետևորդներ ջան, մինչ Մանիկը իր բոլոր գործողությունները այգում կատարի վերջացնի, դե հիմա լոլիկ է քաղում, նորից բադրջան, բիբար, ես կմաքրեմ կարտոֆիլ տապակելու համար, սիրելիներս, այս կարտոֆիլը մեր հողամասինը չի, մենք մյուս անգամ կհանենք և կփորձենք, մեր
հարևանուհին եկել էր մեզ հյուր, հետը կարտոֆիլ էր բերել։ Հիմա արդեն նուրբ չի կարտոֆիլը, մի քիչ հաստ եմ մաքրում, հանգարց խիստ չդատեք։ Եթե նուրբ է լինում, չէ, լվանալու ընթացքում դանակով քիրում ենք, այդ նուրբ կաշին դուրս է գալիս։ Ինքը արդեն կոպտացած է։ Հիմա լվացել եմ, մաքրեմ, նորից կլվանամ, սիրելիներս։ Այս անցուդարձի ձայների համար էլ կներեք, դե գիտեք, որ մոտ ենք ապրում, ասֆալտին մեքենաները գնում, գալիս են, սիրելիներս։ Հիմա մաքրեմ, վերջացնեմ, լվանամ, չորացնեմ, որ կտրտենք, պատրաստենք տապական։ Կվերջացնեն բոլորը գործից, կնստենք մաքուր օդում, ընթրիքի։ Սիրելի հետևորդներ ջան, հլը տեսեք, երկրորդ անգամվա ցանված բողկն է։ Հիմա լվանանք, որ անուշանենք։ Հլը ինչ ընտիր բողկ է, սիրելի հետևորդներ ջան։ Ընտիր, կիսել եմ, տեսեք, փտածել չի։ Երկրորդ անգամ է ցանեմ անիկը։ Մի հատ է սա հլը կտրեմ, տեսնենք։ Չէ, փտածել չի։ Բողկնել, նորիկնել կարտոֆիլն եմ անրացնում։ Այսօր վեց նորիկն է հյուրասիրում։ Պատրաստում է բոլորիս համար։ Կոֆեն էլ գազի մի կողմում է դրված, հեսակի եփի մի հատ կոֆե կխմենք։ Բոլորս զբաղված ենք, ամեն մեկս մի գործ ենք անում։ Կոֆեն պատրաստ լինի, խմենք, մինչև կարտոֆիլը կտապակենք, պատրաստ կլինի։ Մի հատ էլ հասարակ աղցան կպատրաստեմ։ Էլի հետևորդներ ջան, հələ պամիդորին տեսեք։ Երեք կարտոֆիլի հետ նվեր է բերել մեզ։ Հələ խոշորությունը, քաղցրությունը չգիտենք։ Մերը չի, մեր ջերմոցինը չի։ Հələ կլվանանք, կտրենք վարունգի հետ, փորձենք, ճիշտ է, համը չեմ կարող տեղափոխել, մենք կուտենք, ձեզ էլ կասեմ, թե քաղցր էր, ինչ համի էր։ Եվ սորտի անունը կասեմ, սիրելի հետևորդներ ջան։ Եթե համեղ լինի, ես էլ եմ առնելու այդ սորտից եւ տնկեմ։ Դե ինչ, հիմա սկսենք սալատ պատրաստել, վարունգ, լոլիկը կտրտենք, սեղանը դնենք, առաջնահերթ կոֆեն խմենք, նոր մնացածը կհանդիպենք։ Խոշոր բողկերը կկտրեմ։ Դիրե տապսեի մեջ է, կծու բիբար է խորովել գազի վրա։ Սենց հավես է, չէ, ոնց որ գնացել ենք անտառ հաց ենք պատրաստում ուտելու։ Հիմա սա բողկը բավական է, վարունգ, առանց մաքրել եմ անելու, մաքրած չի սիրում։ Ուղղակի երկու կես անեմ, այսենց կտրատեմ, մեծ, խոշոր է սիրում, խոշոր է կտրատեմ։ Սա վարունգ է։ Ամառվա սեզոնին, ովքեր հողամաս են մշակում, լավ է, չէ, սիրելի հետևորդներ ջան։ Ամեն ինչը հողամասից, այգուց մտնում ես, քաղում ես, թեկուզ, հենց մենակ պամիդորը, բիբարը, բադրջանը խորովես, հաց պանիրով ուտես, կամ հաց պանիր, պամիդոր վարունգ, սա էլ էսպես, հիմա մառոլն էլ մեծ կտրտեմ, մառոլն էլ կտրտեմ մեծ, Մարինեկ, հացախը բեր, խնձորի հացախ ունենք, բեր, Մարինե ջան, սող չեմ կտրտելու, որովհետև սող չի սիրում, սիրելիներս, ես էլ չեմ սիրում աղցանի մեջ սող։ Նորո ջան, երկու ճուղել է պետրուշկայից տուր, հենա կանանչին բերել անդեղ, մի հատ էլ վարունգ կտրտեմ, թող շատ լինի, համով լինի։
Մի քիչ պետրուշկա եմ մանրացնելու, մի քիչ էլ սամիտ։ Սիրելիներս, կողքս դրել եմ աղբաման, այս մնացորդները լրիվ լցնում եմ աղբամանի մեջ։ Սա այսպես, սիրելի հետևորդներ ջան ու ջան։ Հիմա ավելացնում եմ աղ, սև աղացած պղպեղ, քացախ և խառնելու եմ։ Բուսայուղն էլ տուր։ Առես պամիդոր բանն էլ տարդիր սեղանին, Մարինե ջան։ Ոյ, նենց քամի, եղանակը մի անգամից փոխեց։ Մոտավորապես 3 թեթև ճաշի գտալ։ Կխառնեմ, հլը կտեսնենք համը ոնց է։ Անձրևը եկավ։ Հələ փորձեմ մի հատ։ Փորձեմ, սիրելի հետևորդներ ջան, ասեմ ձեզ համը։ Ինձ թվում է աղը պակաս է։ Մի փոքր։ Մի փոքր էլ բուսայուղ եմ լցնելու։ Հետո այսպես թափահարեմ։ Վերջ։ Համեղ աղցանն էլ է պատրաստ, սիրելիներս։ Սիրելիներս, մեր համեղ ընթրիքի սեղանը արդեն պատրաստ է։ Տապակած կարտոֆիլ, տապակած հավի միս, խորովեցինք բիբար, հողամասից քաղված բոլոր բանջարեղեններով աղցան պատրաստեցի, լոլիկն էլ քաղցր էր, լավն է սիրելիներս, բողկը կա, ամեն ինչը կա, անձրևն էլ կատ գալիս է, բնության գրկում մենք էլ նստած հով, զով, անուշ ենք անում մեր երեկոյան ընթրիքը, ձեզ էլ սիրով հրավիրում ենք, համեցեք միասին ընթրենք, սիրելի հետևորդներ ջան, այսքանով ավարտում եմ այսօրվա հոլովակը, ձեզ ասելով մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, եղեք առողջ օրհնված, ապրեք խաղաղ և ուրախ, ցտեսություն, մինչ նոր հանդիպում, ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Մարինեի ընտանիքը։